Վարչական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի առաջի կետի 6-րդ հոդվածի եւ նույն սահմանադրության 6-րդ կետի համաձայն նույնպես կետեր կան, մասնավորապես ով է թույլ տվել կրթության նախարարությանը իրականացնել թուրքական քարոզ, ենթարկել երեխաներին բուլինգին, որի մասին ես նախորդիվ մանեկեք գտեք իմ հարցազրույցը, որտեղ ես նաև հայտնաբերել եմ այդ տիրույթներ, որովհետև բացի այրվող դրոշից չեմ ուզում ցույց տամ, մի ակնթարթ ցույց կտամ, հայտնի պատճառներով ելնելով դասագրքի բովանդակության մեջ, եթե խորանում ես, ընդ որում ասեմ ես մայրենի երրորդը հաջորդել է մայրենի երկրորդ դասագրքի, որտեղ կար ադրբեջանական դրոշի երանգները, իսկ հաջորդիվ արվեց Հայաստանի պետական դրոշը վրիպակի արդյունքում ասեմ նախապես, վրիպակ է եղել, որովհետև չգիտես ոնց դրոշի տակը մտել է կրակը, թե կրակը ընկել է դրոշի տակը կամ վրան, ինչ որ sense խառը պատմություններ, իսկ նկարից երևում է, որ վրիպակը եղել է դիտավորյալ, ֆոտոշոպով մշակում անցել, այս ամենը, եւ այս ամենը նախորդել է 17 թվականի Մարիա Կարապետյանի տխրահռչակ մեր գեղեցիկ падգամավորուի ԿՊԻ-ից է, Մարդու իրավունքների հանձնաժողով, որը բազմիցս գնացել է Թուրքիա եւ պատահական ինչ որ գրանտեր է բերել, ես մեծ կասկածներ ունեմ եւ այդ կասկածները ամրապնդվում են այսօրվա իրողություններով։ Ասեմ, որ երբ որ նայում ենք բովանդակային մասը, խնդրեմ, Վաչագան Սարգսյանը, որը շատ փորձառու մանկագիր է եւ փորձառու դասագիր գրող է, 25 տարվա դասագիր գրող, բացառվում էր, որ այս դասագիրքը sense վրիպակներով գրվեր, ընդ որում մեջը գրած է ինչ որ ծիտիկի մասին, ինչ որ շան մասին, որը ձույ է ածում, ինչ որ քնած երեխայի մասին, որին արթնացնում է, ծնողը ասում է դու դպրոցի տնօրեն ես, բայց դա մեղմ ասած ոչինչ են համեմատ սրա